Քրիստոս ծնվեց եւ հայտնվեցավ ձեզի մեզի մեծ ավետիս։ Օրհնյալ է հանությունը Քրիստոսի։ Ամեն Փառք Հիսուսին։ Սերներ Հիսուսի ծնունդը ամբողջ աշխարհը նշում է, որտեղ Հիսուսի ծնունդը մեծ ազդեցություն թողեց ամբողջ աշխարհի վրա։ Եվ մենք տեսնում ենք, որ երբ որ ինքը ծնվեց, Հերովդես թագավորը շփոթվեց, ամբողջ Երուսաղեմը շփոթվեց, սերներ։ Եվ Հիսուսի ծնունդը, որ մենք նշում ենք, գիտեք, ինքը հոր փառքը թողեց, հեշտ չէր, եկավ, մեր պես մարմնի մեջ, բայց առանց մեղանչական բնության, ծնվեց եւ հայտնվեց, նպատակը ամբողջ մարդկության պետության համար։ Սերներ, իրականից Տեր Հիսուսի ծնունդը յուրահատուկ էր, հատուկ ծնունդ էր, սերներ, եւ երբ որ հույններին երևցավ հրեշտակների բազմություն հրեշտակը, նրանք ասեցին գնանք փնտրենք Հիսուսին, տեսնենք։ Եվ ինչ ճանապարհներով անցան սերներ, նաև մոգերը աստղի միջոցով արևելքից եկան Երուսաղեմ Հիսուսին փնտրելու։ Գիտեք, ինչ ճանապարհներով անցան, իրանց առջև սարներ, գետներ, լեռներ, հարթ ճանապարհ, թորտուգորտ։ Երբ որ մի փոքր մենք կարողանում ենք թափանցել այդ ճանապարհների մեջ, դա հրաշք է, որ իրանք այդքան ճանապարհը կտրե եկել են խնդրելու Հիսուս մանուկին։ Եվ սերներ, իրանց երբ որ փնտրեցին հովիվները, մոգերը գտան մանուկ Հիսուսին, այդ փնտրելու արդյունքը, որ տարան իրական երկրպագության։ Սերներ, Սուրբ գրքում ասում ամեն օր Տիրոջ երեսը փնտրենք։ Երբ որ մենք էլ ամեն օր Տիրոջ երեսը փնտրենք, մեզ կտանի իրական երկրպագության Տիրոջը։ Իրական երկրպագության։ Ես ուրեմն Տիրոջ օրհնությամբ կարդամ, երեխաները արտասանության մեջ շեշտեցին, Եսայա 9-րդ գլխի 6 խոսքից Սուրբ Գիրքն ասում է, որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեցավ, մեզ մի որդի տրվեցավ, եւ իշխանությունը կլինի նրա ուսերի վրա, եւ նրա անունը կկոչվի սքանչելի, խորհրդական, հզոր Աստված, հավիտենականության հայր, խաղաղության իշխան, իշխանությունը շատացնելու եւ խաղաղությանը վերջ չկա, Դավիթի աթոռի վրա եւ նրա թագավորության վրա, որ նրան հաստատե եւ ընդդասնի նրա իրավունքով եւ արդարությունով հիմիկվանից մինչև հավիտյան, զորած Տիրոջը նախանձը պիտի անե այս Փառք Տիրոջը։ Մենք տեսնում ենք սերներ, որ իրականից Սուրբ գրքում Հիսուսին ներկայացնում է, որ մի քանի անվանումով, որ նա կկոչվի սքանչելի, խորհրդական, հզոր Աստված, հավիտենության հայր, խաղաղության իշխան, սերներ, եւ իշխանությունը շատացնելու խաղաղությանը վերջ չկա։ Տերը օրհնի, որ մենք Հիսուսին ճանաչենք այսպես։ Ճանաչենք, որ ինքը մեր խաղաղության Աստվածն է, մեր հավիտենության հայրն է, մեր խորհրդականն է, սերներ, որ նրա իշխանությունը իր ուսերի վրա է եւ իր իշխանությանը, խաղաղությանը վերջ չկա։ Երբ որ մենք ճանաչողությունը Տեր Հիսուսին, երբ որ մենք լուսավորվում ենք, ավելի ճանաչում ենք սիրներ, մենք ավելի շատ կարողանում ենք մեր անձերը վստահել եւ մեր կյանքի ամեն մի դժվարությունների մեջ գնալ Տիրոջ ոտները ընկնել։ Փառք Հիսուսին։ Գիտեք, ստեղ կարդացինք, որ եւ իշխանությունը կլինի նրա ուսի վրա։ Երբ որ կարդում ենք Գործք առաքելոց 17-րդ գլխի 24-25 խոսքը,
Գործ Կարաքելոց 17-րդ գլխի սերներ կարդում ենք իրար հետ 24-25 խոսքը հետևյալն ասում, որ իրականից Հիսուսը իշխանություն ուներ, սերներ, իշխանություն ուներ եւ գրված է իր իշխանությունը իր ուսերի վրա էր։ Եվ Աստված, որ աշխարհս եւ ամեն բան, որ նրանում կա, արավ, նա երկնքի եւ երկրի տերը լինելով ձեռագործ տաճարներում չի բնակվում եւ ոչ էլ մարդկան ձեռով է պաշտվում իբրև թե մի բանի կարոտ, նա է ամենին կյանք եւ շունչ եւ ամեն բան տվողը, փառք Տիրոջ։ Նա է ամենին կյանք, շունչ եւ ամեն բան տվողը, որտեւ սերներ Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված աշխարհս եւ ամեն բան, որ նրանում կա, արավ, նա է երկնքի եւ երկրի տերը, փառավորվի տերը։ Ամեն բանի իշխանությունը Տեր Հիսուսի ձեռքերի մեջ է։ Նա է, բայց Եսային շեշտեց, մարգարություն արեց, որ իր իշխանությունը ուսերի վրա է ասելներ։ Եվ մենք կարող ենք այսօր որպես Հիսուսը մանուկ տոնել, մեզ համար մանուկ ածնվել, բայց շեշտեց, որ ինքը հավիտենության հայրն է, խաղաղության իշխանն է, սերներ, եւ իր խաղաղությանը վերջ չկա, եւ իր իշխանությունը ուսերի վրա։ Մենք ծնունդը նշելով պետք է տեսնենք Հիսուսի մեջ այդ ամեն կյանքը, իշխանությունը, սերներ, եւ դրա համար Մատթեոսի մենք գիտենք բոլորս 28-18 խոսքում, Մատթեոս 28-18 խոսքում գրված է եւ Հիսուսը մոտ գալով նրանց հետ խոսեց եւ ասեց. ամեն իշխանություն ինձ տրվեցավ երկնքում եւ երկրումս։ Ամեն իշխանություն ինձ տրվեցավ երկնքում եւ երկրումս։ Սերներ, ամեն իշխանություն Տեր Հիսուսին է տրված, թե երկնքում, թե երկրի վրա։ Սերներ, այդ իշխանությունը հիմա գործում է։ Այդ իշխանությանն ազանվում են ամեն դիվական աշխարհը, ամեն խավար ուժերը, սերներ, այն ինչը որ մեզ մտահոգում ու տանջում է, մեղքի թագավորությունը, բոլորը հնազանդվում են Տեր Հիսուսի իշխանության, որտեղ իրան է տրված ամեն իշխանություն, երկնքում եւ երկրի վրա, սերներ։ Դրա համար, երբ որ կարդում ենք Առաջին Կորինթացիս 8-րդ գլխի 6 խոսքը, եղբայրն էլ հիշատակեց 8-րդ գլխի 6 խոսքը, նորից տեսնում ենք Տեր Հիսուսի իշխանությունը, գրված է, բայց մեզ համար մեկ Աստված կա, Հայրը, որից են ամեն բաները, եւ մենք նրա համար, եւ մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որով են ամեն բաները, եւ մենք նրա համար, եւ մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որով են ամեն բաները, եւ մենք նրա համար։ Սուրբ Գիրքն ասում է, ամեն ինչ որ եղավ նրանով եղավ, եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Այստեղ ասում է, որ ամենը նրանով եղավ եւ նրա համար եղավ։ Փառավորվի Տերը։ Սերներ, եթե ամեն բան նրանով է, նրա համար է, սերներ, եւ այնքը ասում է, խոնարհվեցեք Աստծո զոր ձեռքի տակ, ժամանակով նա ինչ կանի, կբարձրացնի։ Մեզ պետք է ավելի ճանաչենք, սերներ, որպեսզի մենք ավելի խոնարհվենք իր հազոր ձեռքի տակ, իր իշխանությունը, իրավունքը, իր արդարությունը հասկանալով, մենք ավելի այնքան մոտենանք, մինչև մեկանանք իր հետ, սերներ, որտեղ Սուրբ Գիրքն ասում է, որ հասնենք հավատքի Աստծո որդու ճանաչելու մեկության նոր կատարյալ մարդ լինենք Քրիստոսի կատարյալ հասակի չափ ունենալով։ Սերներ, մեզ պետք է այն հավատքի ճանաչողությունը, Հիսուսի այն ճանաչողությունը, որ տանի իրան մեկության, այ Քրիստոսի հետ մեկանալուց հետո է, որ մենք կարողանում ենք կատարյալ մարդ լինենք եւ Քրիստոսի կատարյալ հասակի չափ ունենալ։ Եվ Տերը փառավորվի
որ Տեր Հիսուսը ամբողջ մարդկության նպատակն էր, երբ այն ասեց իր այդ մեկանալը։ Եվ դրա ճանապարհը լուրջ հավատքով մեր ճանաչողությունը Քրիստոսին։ Սերներ, փառավորվի Տեր իր իշխանությանը, եւ դա կարեւոր է։ Եվ նայում մենք Փիլիպեցիս 2-րդ գլխի 9-11 խոսքը, Փիլիպեցիս 9-11 խոսքը 2-րդ գլխի։ Եվ նորից տեսնում ենք ստեղ Տեր Հիսուսի իշխանությունը, որ մենք ավելի ու ավելի վստահ ենք մեր կյանքը Տիրոջը, սիրներ։ Փիլիպեցիս 2-րդ գլխի 9-11 խոսքը։ Նրա համար էլ Աստված շատ բարձրացրեց նրան եւ նրան մի անուն շնորհեց, որ ամեն անունից ավելի բարձր է, Փառք Հիսուսին, որ Հիսուսի անունով կրկնվի ամեն ծունկ երկնավորների եւ երկրավորների եւ երկրի տակ լինողների եւ ամեն լեզու դավանե, թե Հիսուս Քրիստոս Տեր է, Հոր Աստծո փառքի համար, Փառք Հիսուսին։ Սենք իր իշխանությունը սերներ, որ ամեն ծունկ, թե երկնավորների, թե երկրավորների եւ երկրի տակ լինողների եւ ամեն լեզու դավանի, թե Հիսուս Քրիստոս Տեր է, Հոր Աստծո փառքի համար, փառավորվի Տերը։ Սենք Հիսուսի ծննդյան կարևորությունը, որ կատարեց մի գործ, մարդկության փրկության գործը, եւ որ ամեն մարդիկ, ամեն լեզու դավանի, որ ինքն է Հիսուս Քրիստոսն է Տերը, Հոր Աստծո փառքի համար։ Եվ դա մենք պետք է որ կարողանանք տեսնել հոգևոր աչքերով սերներ, հավատքի միջոցով, որտեղ այնքան կարևոր է, որ մենք Տեր Հիսուսի իշխանության տակ լինենք։ Այո, Տեր Հիսուսի իշխանության տակ լինենք, որտեղ կա մի բան, որ ավետարանը ծածկված է։ Ումից ավետարանը ծածկված։ Սերներ, Սուրբ Գիրքն ասում է, ես եմ այդտեղը կարդամ, որ 2-րդ Կորինթացիս 4-րդ գլխի 3-րդ խոսքից ասում է, եթե մեր ավետարանը ծածկված է լինի, նա կորածների մեջ է ծածկված, որոնցում այս աշխարհի Աստվածը այն անհավատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառավոր ավետարանի լուսավորությունը չծագի նրանց վրա, որ աներևույթ Աստծո պատկերը է փառք։ Սերներ, Սատանան ում վրա իշխանություն ունի։ Մենք շեշտեցինք, որ մենք Տեր Հիսուսի իշխանության տակ ենք։ Իսկ Սատանան ում վրա իշխանություն ունի։ Սուրբ Գիրքը կարդացինք ասում է, եթե մեր ավետարանը ծածկված է, դա անհավատների առաջ ասա, որ այս աշխարհի Աստվածը Սատանեն, օդի իշխանը, անհավատների սրտերը կուրացրեց, որ ավետարանի փառած լույսը չծագի իրաց սրտերի մեջ, որ ամբողջ մարդկության պայի խավարի մեջ, իր իշխանության տակ, որ մի ժամանակ մենք շատերս այդ իշխանության տակ ենք եղել։ Հիմա այդ իշխանությունը գործում ասելներ, այդ իշխանությունը գործեց դրախտից, մեր նախահայրերի խաբվելուց հետո, բայց Տեր Հիսուս մանուկը ծնվեց մեզ համար, եւ իր իշխանությունը ուսերիներ, որ մեզ փրկել այդ խավար իշխանությունից, որ մեզ փրկել այդ սատանայի ներգործությունից, եւ մենք ամեն մեկս իր իշխանության տակ լինենք, փրկության իշխանության, մեղքերի թողության իշխանության, սուրբ կյանք ապրելու իշխանության տակ լինենք, փառավորի Տերը, եւ դարել է Տեր Հիսուսը իր իշխանությունով։ Դրա համար սերներ, բոլոր անհավատ աշխարհի եւ այդ խավարի մեջ մարդկանց բոլորը Հիսուս Սատանայի իշխանության տակ են եւ դրա համար եթե քիշեք Գործք առաքելոց 26-րդ գլխի Տեր Հիսուսը որ Սավուղը երևցավ Սավուղի կյանքում ճանապարհին, երբ որ Սավուղը դարձի եկավ, Տեր Հիսուսը մի բան ասեց,
Ես եմ այդտեղը կարդամ սերներ 26-րդ գլխի 17-18 խոսքը Տեր Հիսուսը խոսք ուղեց Սավուղին, որ արդեն Պողոս են դարել, որ ազատեն քեզ այդ ժողովրդից եւ հեթանոսներից, որոնց մեջ ես հիմա քեզ կուղարկեմ նպատակը սերներ, նպատակը որն է Տեր Հիսուսը Պողոս Արաքյանին ուղարկեր, նրանց աչքերը բանալու եւ խավարից դեպի լույս դարձնելու եւ սատանայի իշխանությունից դեպի Աստված, որ նրանք մեղքերի թողություն եւ սուրբերի հետ ժառանգություն առնեն ինձ հավատալով։ Տերը օրհնի սերներ, ամբողջ մարդկությունը առանց Քրիստոսի գտնում են սատանայի իշխանության տակ եւ դրա համար Տեր Հիսուսը Պողոս Արաքյանին ասեց, որ ես իրանց մեջ կուղարկեմ նրանց աչքերը բացելու, խավարից դեպի լույս, մարդիկ բոլորը խավարի մեջ էին, ասես դեպի լույս դարձնելու եւ սատանայի իշխանությունից դեպի Աստված։ Սերներ, այն անձնավորությունները, որ դարձի չեն եկել, Հիսուսին չեն ընդունել, նրանք սատանայի իշխանության տակ են եւ ասեց սատանայի իշխանությունից դեպի Աստված դարձնելու փառավորվի Տերը, որպեսզի նրանք ինչ ունենան, մեղքերի թողություն եւ սուրբերի հետ ժառանգություն առնեն։ Տերը օրհնի սերներ, որ իրականից Տեր Հիսուսը ծնվեց, որ այդ սատանայի իշխանությունը քանդի մեր բոլորիս կյանքում, սերներ, ամբողջ աշխարհի մեջ, որպեսզի մարդիկ այդ խավարիստների մեջ, այդ մամաստվերի մեջ քնած Տերը արթնացներ իր իշխանությունով սերներ։ Դուք այն հոր զավակներ եք, որ իր իշխանությունը ամեն իշխանությունից վերա փառք Հիսուսին։ Որ ինչը որ մարդու մոտ հնարավոր է, իր մոտ ամեն բան հնարավոր է։ Հիմա սիրներ, ես եմ կարդամ Կողոսացիս երկրորդ գլխի սերներ, տեսեք, Սուրբ Գիրքը մեզ հիշեցնում է, երկրորդ գլխի 13-ից 15 խոսքը, ինչպես սատանայի իշխանությունը քանդեց Տեր Հիսուս իր իշխանությունով, որտեղ նորից եմ հիշեցնում, ասես մեզ մի մանուկ է ծնվել, որ իշխանություն է ուսերի վրա է։ Կարդում եմ այդտեղը. Եվ ձեզ, որ մի ժամանակ մեռած էիք մեղքերում, եւ ձեր մարմնի անթլպատությունում, իր հետ կենդանացրել բոլոր մեղքերը ձեզ շնորհելով, եւ ջնջեց այն մեզ հակառակ ձեռագիր հրամաներով, որ մեզ հակառակ էր, եւ նրա վրա առավ, եւ նա վեր առավ մեջտեղից եւ խաչապայտի վրա բևեռեց, իշխանություններին եւ պետություններին մերկացնելով, հայտնապես խայտարակեց եւ նրանց հաղթանակեց իրանով, ասենք Փառք Հիսուսին։ Սա ամբողջ դիվական աշխարհը ինչ արեց, մերկացեց, խայտարակ արեց եւ իրանում հաղթեց փառավորվի Տերը, որ սատանեն այսօր մեր վրա իշխանություն չունենա։ Դա Տիրոջ մեծ ողորմությունը, իր ծննդյան նաեւ արդյունքն է սերներ, որտեղ մեր պատերազմ արյունի եւ մարմնի հետ չի, այլ իշխանությունը եւ պետությունների հետ, այս աշխարհի խավար աշխարհականների հետ եւ այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ է։ Սերներ, եւ դա ամեն իշխանություն Տեր Հիսուսը հաղթանակեց իրանում, փառավորվի Տերը, ասում է ամեն իշխանություն հայտարարեց։ Տերը օրհնի սերներ, ես մի փոքր ու կվերջացնեմ Կողոսացիս առաջի գլխի 12-14 խոսքն եմ կարդում, Կողոսացիս առաջի գլխի 12-ից 14 խոսքը մեր որպես վերջաբան սիրներ այսպես ասում. եւ գոհություն տանք Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լույսումը, որ փրկեց մեզ խավարի իշխանությունից, ասենք ամեն, որ փրկեց մեզ խավարի իշխանությունից եւ փոխադրեց մեզ իր սիրելի որդու արքայության մեջ, որից ենք ունենք փրկություն
Նրա արյունով է մեղքերի թողություն։ Փառք Հիսուսին։ Ամեն, Փառք Հիսուս։ Ինչքան կարևոր էր Տեր Հիսուսի ծնունդը։ Իր իշխանությունը սելներ, որ դա մի գործ կատարեց, մեր կյանքում քանդելով սատանա իշխանությունը եւ մեզ արժանացրեց սուրբերի վիճակին լույսումը, որ մեզ խավարի իշխանությունից ազատեց եւ ասում է փոխադրեց իր սիրելի որդու արքայության մեջ։ Փառք Հիսուսին։ Փառք Հիսուս։ Սա շատ մեծ ողորմություն է Տիրոջից։ Ինչ կներ, եթե Հիսուսը չծնվեր։ Ինչ կներ, եթե Հիսուսը չհայտնվեր։ Եթե չգար, այս փրկության գործը չկատարեր։ Պատկերացրեք մենք ում իշխանության տակ պիտի լինեինք։ Եվ մեր կյանքը ինչ կլիներ։ Այսօր մենք փառավորում ենք Տիրոջը, որ մեզ համար մանուկ ածնվի։ Ամեն մանուկ, որ ուներ իշխանություն, սելներ, եւ այդ իշխանությունը սելներ մենք տեսանք, որ ամեն մեկս այսօր դարձի ենք եկել խավարից դեպի լույսի, սատանա իշխանությունից դեպի Աստված եւ պատրաստում ենք փոխադրվելու մեր Տեր Քրիստոսի հավիտենական արքայությունը։ Ամեն։ Ամեն։ Տերը օրհնի, կանգնենք աղոթքի,